Հայելի AM-ին հայտնի է դարձել։ Արդեն հայտնի է, որ ձերբակալվել է մի շարք քրեական պատմություններից հայտնի ներում է վերջինս ձերբակալվել, առայժմ հայտնի չէ։ Թեպետ վարկածներ կան, որ հնարավոր է այս ձերբակալությունը կապված լինի Սամվելակաց ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի Մոսկվայում սպանության հետ։ Բոգոն աչքի ընկել տարբեր կրիմինալ պատմություններով, ծեծկրտուկներով, փակ շուկայի համար պայքարի օրերին ակտիվիստների դեմ գործողություններով նա դաժան ծեծի էր ենթարկել լֆիկ բացականչած ցուցարարներից ոմանց։ Բոգոյի մասնակցությամբ ամենաթարմը ազատամարտիկի որդու ծեծի պատմությունն էր, այս տարվա մարտին Վարդենիսում։ Ահազանգողը հենց զողն էր, ազատամարտիկ Հեբո Խչյանի որդին։ Արման Խչյանին ծեծել էին գծատերերը անձնական մեքենայով մարզից ուղևոր տեղափոխելու համար։ Արմանին ծեծի ենթարկողները Ֆար անունով Արթուր Սարգսյանն ու նրա ընկերը Բոգոյին։ Բոգոն ավտոկայանի նայողներից է։ Բոգոյու հրոսակախմբի անպատժելիության մասին գիտեն բոլորը, որոնք գոնե լսել են այս մարդու մասին։ Հետևաբար սա էր պատճառը, որ ազատամարտիկի որդին ոչ թե իրավապահներին էր դիմել, այլ լրատվամիջոցներին, ինչը տվեց իր արդյունքը ու ջարդարանները հաշտության ձեռք մեկնեցին Արմանին։ Իրավապահները բնականաբար գործով չզբաղվեցին, քանի որ ծեծը ծանր հանցագործություն չէ, իսկ բողոքի բացակայությունն ինքնին ամբողջովին ջրեց պատմությունը։ Այդ զույգի հետ է կապվում նաև 2003-ի աղմկահարույց սպանությունը։ Նշված թվականի հունիսին օրը ցերեկով Նուբարաշենի խճուղում մարդասպաները կրակ էին բացել տաքսու ուղղությամբ։ Մահացան մեքենայի 3 ուղևորները, վարորդը, Ծաղիկ Ռուբոյի եղբորորդին, ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը։ Ֆարը ազատազրկվեց 15 տարով, բայց ընդամենը 2 տարի անց հովանավորների ջանքերով ազատ արձակվեց։ Այդ ժամանակ Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանությունը մամուլը կապում էր նրա եւ Սամվել Ալեքսանյանի միջև լարված հարաբերությունների հետ։ Բոգուն այնքան մոտ է Ալեքսանյանին, որ 2 տարի առաջ նույնիսկ հաջողացրել էր ԼՀՀ անկախության տոնին լուսանկարվել ՀՀ նախագահի հետ։ Բոգոյի գլխավորացմամբ մեկ ուրիշ կրիմինալ պատմություն եղավ 2010-ին։ Ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում Լֆիկ Սամոյի մոտ 30 կողմնակիցներ Բոգոյի գլխավորությամբ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից եւ խումբից 2 հոգի կրակ է բացել Կարեն անունով անձի վրա։ Պարզվեց հետո, որ Սամբիստ մականունով Կարեն Բագրաթունյանն է, ով ընդամենը 1.5 ամիս առաջ էր դուրս եկել բանտից։ Կրակոցները հնչել են Բանուկ փողոցում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ։ Նույն անձը մամբուլի էջերում հայտնվեց նաև 2013-ին, որը նախորդների համեմատ ընդամենը անշարժ չարաչիչիություն էր հիշեցնում։ Տեսանյութում արձանագրվել էր, որ ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները եւ պատասխանատվության չի ենթարկվում։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները այս ժամանակ պարբերաբար երեսպաշտորեն հայտարարում էին, որ արտոնյալներ չկան եւ բոլորը հավասար են օրենքի առջև։ Թվում էր, թե Բոգոների անպատժելությունը վերջ չկա, բայց երեք լսվեց նրա ձերբակալության լուրը։ Արդյոք սա կարող է նշանակել, որ օղակը նեղանում է եւ մոտենում Սամվել Ալեքսանյանին։ Անի Սահակյան։ Գանգստեր ՄԱԿ-ը կրիմինալ կատակերգությունը, որն ավելի քան 1 տարի լքել էր Հրաչյա Ղափլադյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը, վերադարձել է նոր շնչով, նոր տրամադրությամբ, նոր զգեստներով, դեկորացիաներով եւ ավելի համարձակ փոլ դենսով։ Armenpress-ի հաղորդմամբ ներկայացումն առաջին անգամ դրամատիկականի բեմ է բարձրացել 2018 թվականին, նաև համարձակ մոտեցումների շնորհիվ գրավելով հանդիսատեսի լայնք շրջանակի ուշադրությունը։ Ժամանակի ընթացքում Գանգստեր ՄԱԿ-ը մաշվեց բոլոր իմաստներով, զգեստներ, դեկորացիաներ եւ այլն։ Մասնագիտական մաշվածությունից եկար եւ ավելի քան 1 տարի առաջ նա հանեցին խաղացանկից, սակայն ադմինիստրատորը պարբերաբար տեղեկացնում էր, որ հանդիսատեսը փնտրում է ներկայացումը։ Որոշեցինք վերաբեմադրել այն։ Եթե համարձակության առումով որոշ կասկածներ կային, դրանք փարատվեցին, նշում է ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը։ Բեմադրություն անելիս Խաչատրյանը ձգտում է դասական պիեսից ժամանակակից ներկայացում ստանալ եւ հակառակը։ Հավաստիացնում է ներկայացումը չպետք է հարմար լինի, այն պետք է անհարմարություններ պատճառի։ Եթե մենք անընդհատ գնանք հարմար ճանապարհով, անվեստի կոճախից կվերածվենք սպասարկման ոլորտի, ընդգծում է ռեժիսորը։ Անդրադառնալով Փոլ Դենսին, որը ներկայացումը ավելի յուրահատուկ է դարձնում, Գրիգոր Խաչատրյանը նշում է համագործակցում են պարուսոցիչ Ժաննա Դոսովայի հետ, որի բեմադրած պարն այնպիսին է, ինչպիսին նա իրականում է։
Ներկայացումը դուրս է եկել ժանրային պատկանելությունից, այն պետք է նայել որպես պատմություն, որում կան ծծաղելի եւ հուզիչ տեսարաններ, եզրափակում է Խաչատրյանը։ Ներկայացման դերասանական կազմը չի փոխվել. Էմմա Մանուկյան, Էմմա Մկրտչյան, Լևոն Հախվերցյան, Լիդա Լևոնյան, Դիանա Մալենկո, Նիկոլայ Ավետիսյան, Գագիկ Մկրտչյան, Նարեկ Մարտիրոսյան, Վլադիմիր Մսրյան, Լիդիա Գրիգորյան։ Լևոն Հախվերցյանը հրաշալի մարմնավորում է Լերիին, որը կնամոլ է եւ հանգամանքների բերումով ստիպված է ձևացնել, թե Լոլան է, որը դյութիչ կին է, հեշտության բարձրակրկուկները կրում եւ համարձակվում է փոլ դենս ապրել պրոֆեսիոնալների հետ։ Թատրոնում կին մարմնավորելը Հախվերցյանի համար հետաքրքիր է։ Լևոն Հախվերցյանը չէ կինակերպարում, այլ Լերիին։ Մի քանի շերտ կա այստեղ եւ այդ ամենը հասկանալը բավականին բարդ էր։ Մարտահրավեր էր նաև բարձրակրկուկներով քայլելը, առավել եւս պարելը, խոստանում է դերասանը եւ պատմում։ Ռոբին Քուդնի պիեսում պար չկա, երգ է, սակայն ընթացիկ աշխատանքների ընթացքում որոշել են, թե պետք է պար լինի։ Սկզբում կատակել են այդ թեմայով, հետո ասել են՝ այս ինչու ոչ։ Առաջին պրեմիերային Հախվերցյանը դատավախություն է ունեցել, թե ինչպես այն կընթարվի։ Ամեն բնարված էր պրոֆեսիոնալ, գեղեցիկ, ընդունելի, հանդիսատեսը ներկայացումը այնքան սիրեց, որ վերաբեմադրեցինք այն։ Ներկայացման վերնագիրից հասկանում ենք, որ ծանոթանալու ենք պատմությունից, որում կան չափազանցում, կատերկերկության առումով ծայրահեղության հասցված իրավիճակներ, ներկայացում է, թե հանուն սիրո մարդը իմուշի է պատրաստ։ Հերոսների հարաբերություններում հանդիսատեսը ինչ կտեսնի, ինչպես կնքալի սուբյեկտիվ է, կարծում է դերասանը։ Նիկոլայ Ավետիսյանը մարմնավորում է Թերրիին։ Նա նշում է ներկայացումը երկար ու ծանր ճանապարհ է անցել, իսկ այժմ փոխվել է մատուցումը, քանի որ տարիների ընթացքում իրենք էլ փոխվել են ընկալումները եւս։ Ըստ Ավետիսյանի դերասանը ամեն օր նույն կերպարը կերտելուց կարող է տարբեր լինել, իսկ երբ տարի անցնում այդ փոփոխությունը ավելի նկատելի է դառնում։ Պատմությունը ամերիկյան է, սակայն առիթ եմ ունեցել հաղորդակցվելու ներկա պարուհիների հետ, որոնցից նման պատմություններ շատ եմ լսել։ Երբ մեր ներկայացման սյուժեն էի պատմում, ասում էին, որ նա իսկապես իրենց կյանքն է արտացոլում, իրենց մասին է։ Կարծում եմ, որ գանգստեր մակը սիրո, հանուն սիրո պայքարի, ճշմարտության եւ մարդկանի ճակատագրերի մասին է, շեշտում է դերասանը։ Գանգստեր մակը ներկայացման հիմքում դրամատուրգ Ռոբին Հուդնի կասկածելի բիզնես պիեսն է։ Նա քրեական հեղինակ Մակի, նրա գիշերային ակումբում ապրելու երիտասարդ եւ սիրունատես աղջիկներ Մենդիի, Տանյայի եւ ծավալվող գործողություններում ակամայից ներքաշված Լերիի, Թերրիի մասին է։ Հերոսները հայտնվելով խճուճ իրավիճակում կարողանում են պահպանել միմյանց նկատմամբ հավատը, վստահությունը եւ իհարկե սերը։ Ներկայացման նկարչական ձևավորումը Կարեն Գրիգորյանի, զգեստները Մերի Սարգսյանի, հրաժաննիշտական ձևավորումը Աշոտ Պափազյանի, լուսային ձևավորումը Տիգրան Բարսեղյանի, բեմադրիչի օգնական Հովանես Դիշչյանին։ Երեքամյա Տիգրանի անհետացման եւ մահվան առեղծվածը եւ դրա բացահայտման հրամայականը։ Երբ համակարգը դանդաղում է, երեխաների կյանքը դառնում է զոհաբերվող արժեք։ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 3 տարեկան Տիգրան Այի ողբերգական մահը շարունակում է ցնցել հանրությանը։